Սամվել Կարապետյանը, հայտնի Տաշիր Սամոն, Սամվել Կարապետյանը Հայաստանում եղել է իշխանության մեջ, որ Սերժ Սարգսյանը իր իշխանությունը այդ շրջանում, այդ կարճատև հատվածում կիսում էր Սամվել Կարապետյանի հետ։ Իսկ Կարեն Կարապետյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, նշանակված էր Սամվել Կարապետյանի ներկայացուցիչ այդ իշխանության մեջ։ Այսինքն գոյություն էր Սերժ Սարգսյանի եւ Սամվել Կարապետյանի միջև համաձայնություն, որը երկուսն էլ փորձում էին խախտել։ Այսինքն Սամվել Կարապետյանը պետք է ինչ-որ ներդրումներ աներ Հայաստանում, օգներ Սերժ Սարգսյանին այսպես պահել իշխանությունը, Սերժ Սարգսյանն էլ Կարեն Կարապետյանի հետ պետք է կիսեր այդ իշխանությունը։ Եվ դա այդ շրջանն էր, երբ որ իշխանությունը կիսված էր, դրա համար Կարեն Կարապետյանը շատ էր երևում, որովհետև իրանք երկուսով էին գալիս իշխանության։ Նախապես Սերժ Սարգսյանի պլանը ուրիշ էր։ Սերժ Սարգսյանը պատրաստվում էր իր իշխանությունը հանձնել Վիգեն Սարգսյանին։ Եվ իսկ սրանք ուզում էին այդ ձգձգում էին այդ ներդրումները անհրաժեշտ իրենց բաժին պարտավորությունները մի քիչ ուշացումով էին կատարում, որպեսզի ի վերջո Սերժ Սարգսյանը հեռանա եւ իշխանությունը մնա Կարեն Կարապետյանին, իսկ փաստացի Սամվել Կարապետյանին։